Ռուսաստանի Դաշնությունը փոխել է միգրացիոն օրենսդրությունն ու խստացրել արտասահմանցիների մուտքը երկիր։ Փետրվարի 5-ից էլ երկրում ուժի մեջ է մտել արտաքսման ռեժիմը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք ունի արտաքսել օտարերկրացուն առանց դատարանի որոշման։ Միաժամանակ իրավապահները կարող են 48 ժամով կալանավորել օտարերկրացուն, եթե վերջինս խախտում է արել։ Միաժամանակ ուժի մեջ մտավ վերահսկվող անձանց ռեեստրը կոնտրոլируемых лиц, որի մեջ ներառվեցին մինչև փետրվարի 5-ը Ռուսաստանի Դաշնության տարածքում որևէ խախտում կատարած բոլոր օտարերկրացիները։ 670,000 արտասահմանցի, այդ թվում 38,000 հայ հայտնվել է այդ ռեեստրում, ընդ որում այս ցուցակում հայտնվելու համար պարտադիր չէ ունենալ փաստաթղթային կամ այլ խախտումներ։ Եթե հայտնվել եք ցուցակում, անհրաժեշտ է դիմել Ռուսաստանում համապատասխան մարմիններին խնդիրը լուծելու համար, իսկ եթե ունեք խախտումներ, ապա ամեն բան ավելի լուրջ է։ Վերջին ժամանակում Ռուսաստանում շատ լուրջ խստացվել է միգրացիոն օրենսդրությունը։ Պետք է նշեմ, որ իհարկե շատ հայ խնդիրներ են հանդիպել, բայց ավելի մեծ խնդիրներ են հանդիպել այն երկրների քաղաքացիները ԱՊՀ, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, օրինակ նույն Ուզբեկստան, Տաջիկստան, հայերի հանդեպ այդպես մեծ ուշադրություն չկա։ Ռեեստրում հայտնված բոլոր օտարերկրացիների բանկային հաշիվներն անմիջապես սառեցվում են, որից հետո նրանց գործունեությունը երկրում սահմանափակվում է, քանի որ եւ պետական եւ մասնավոր ընկերությունները նրանց որևէ բան տրամադրելու իրավունք չեն ունենում։ Ցուցակում հայտնվածների երեխաները, եթե Ռուսաստանում ծնվեն, չեն ունենա ծննդյան վկայական, չեն կարողանա ամուսնություն գրանցել կամ գույք վաճառել ու այսպես շարունակ։ Անձը պարտավոր է իր տեղաշարժի մասին տեղյակ պահել ոստիկանությանը։ Եվ եթե կլինեն որևէ կասկածներ ոստիկանության կողմից, որ անձը իրենց տեղյակ չի պահում, չեն կարողանում նրա հետ կապի դուրս գալ, ոստիկանությունը իրավունք ունի գնալու նրա բնակության վայր եւ անգամ եթե դիմադրություն լինի, հաղթահարել այդ դիմադրությունը, մուտք գործել եւ ոստիկանությանը ուղիղ տրված է հասանելիություն նրա հնարավոր բոլոր անձնական տվյալներին։ Ռուսաստանի նման որոշման պատճառը Կրոկուսի ահաբեկչությունն է եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանի խոսքով որոշումը հայերի դեմ չէ։ ԵԱՏՄ անդամ երկրներին էլ արտոնություններ տրամադրելու որոշում կա։ Շատ կտրուկ խստացել է, իսկ մանավանդ փաստաթղթեր կեղծելու, կեղծ ինֆորմացիա տալու պարագայում շատ ավելի կոշտ է լինելու արձագանքը ռուսական կողմի, դա արդեն պետք է հաշվի առնել։ Ես չեմ կարծում, որ դա մոտակա ժամանակներ այդ մոտեցումները կփոխվեն։ Ռուսաստանի սահմանապատ ծառայությունը եւս իրավունք ունի առանց դատարանի որոշման արգելել օտարերկրացիների մուտքը երկիր, եթե կարծի, որ վերջինս վտանգավոր է Ռուսաստանի համար։ Դե իսկ կեղծ փաստաթղթերով Ռուսաստանում ապրող եւ աշխատող մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության եւ կարտաքսվեն երկրից։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։